ներկայացեք Փաստաբան Հայկ Հարությունյան։ Պարոն Հարությունյան, մոտավորապես ինչքան ժամանակ է արդեն գտնվում եք քննչական կոմիտեում եւ քանի հոգու շահեր եք պաշտպանում, գործի ընթացքը մեզ ներկայացնեք։ Ասեք մոտ 2 ժամ է քննչական կոմիտեում եմ, Շիրակի մարզային 4-ից 5 վստահորդ ունեմ տվյալ ձերբակալված տվյալ բային, երկուսին արդեն իսկ մեղադրանքի առաջադրվեց, առաջնորդվածներով, զանգվածային անկարգությունների մասնակից որպես եւ ոչնչոտելու հետ կապված։ Այսինքն 416 հոդվածով եւ 327 հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել։ Ընդհանուր մեղադրանքները չենք ընդունել, որովհետեւ ըստ էության նույնապովանդակ մեղադրանքներ են, բոլորի բովանդակությունը կրկնվում է, նշելով, որ իբր հրել են, խանգարել են, թույլ չեն տվել ոստիկաններին գործողություն կատարելով եւ որևէ մասնավորեցում չկա, թե կոնկրետ տվյալ անձը ինչ գործողություն է կատարել, ընդհանուր բովանդակություն է բոլորի դեպքում եւ կարծես թե սպասվում է այն, որ պետք է միջնորդություններ ներկայացնեն դատարան կալանքի միջնորդությունների հետ միասին։ Մեր տեղեկություններով կան նաև անչափահաս։ Այո։ Մասով ինչ կարող եք ասել։ Անչափահաս կան ու վիճակը անչափահասները որևէ բան հաշվի չեն առնում։ Պարոն Հարությունյան, մենք նաև կադրեր կան, բազմաթիվ կադրեր ունեցել ականատես ենք եղել բռնի գործողություններ ուժ կիրառելով կապված։ Արդյոք այդ փաստերը դուք ներկայացրել եք որպես փաստաբան եւ հաշվի առնել եք։ Տեսեք, մենք տվյալ դեպքում նաև նստարտների մասով ձայնագրություններն ենք ներկայացրել քննիչներին, որ տեսեք, որ տվյալ անձը կոնկրետ որևէ գործողություն չի կատարել, ուղղակի կանգնած է եւ նրան ոստիկանները եւ տեսնում են մեքենան, բայց կարծես թե դա էլ չօգնեց քննիչներին, որ հասկանան, որ տվյալ անձի դեմ գոնե այս մեղադրանքը չարա։ Մենք հույս ունենք, որ գոնե այն անձանց, որոնց դեպքում որ կոնկրետ փաստեր կան, մեղադրանքներ չեն առաջադրի կամ գոնե եսպայտերությամբ արգելանքից ազատելու որոշումներ կկայացնեն, բայց կարծես թե անթրջվելի են եւ բոլորին ցանկանում են կալանքի միջնորդություններ ներկայացնեն եւ կալանավորեն։ Դիտավորություն տեսնում եք այս ամեն ինչի մեջ, որ վախի մթնոլորտ ստեղծեն եւ այլն։ Դե այո, իհարկե տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ կարծես թե բաժիշ գործողություններ է կատարվում, որ այն նոր ասում է թացը ճորի հետ խառնում են առանց մասնավորեցնելու բոլորին նույն կարգավիճակի մեջ են դնում, էլի։ Ես չեմ ասում որևէ մարդ որևէ բան չի արել, բայց պետք է տարբերակենք, չէ՞, կոնկրետ անձին, կոնկրետ իր արարքի համար պետք է մեղադրանք առաջադրեն եւ իր արարքի համար մարդը պետք է պատժեն։ Ընդանուր գործողությունների համար անձը, որը ուղղակի կանգնած է, ինչու պետք է դժի ինչ որ այլ անձի գործողությունների համար։ Այս բանը դիտավորությունը այդ կանոնում են, որ կանոն, որ չեն մասնավորեցնում, թե կոնկրետ տվյալ անձը ինչ գործողություն է։ Ընդանուր բովանդակությամբ գրում են, որ զանգվածային անկարգություններ է, բայց օրինակ Հայկ Հարությունյանը եղել է քաղաքապետարան կոնկրետ Հայկ Հարությունյանը ինչ է, ոչ է արել, հրել է, խանգարել է ոստիկան, ինչ է արել, չկա։ Ընդանուր գրում են, որ բոլոր միասին հրել են, բղավել են, բայց դա էլ ենք հասկանում ենք, որ բոլոր դեպքում նույնը չի կարող անել։ Այո, կարող է լինել մարդիկ, որոնց դեպքում միգուցե հիմնավոր է, բայց այդ պետք է կոնկրետ փաստեր եւ ապացույցներ լինեն։ Եթե չկա փաստեր եւ ապացույցներ, ինչի մասին է խոսքը։ Իրեն ապացույցներ ներկայացնել են։ Ոչ, մեզ որևէ ապացույցներ չեն ներկայացնում։ Մեզ ներկայացնում են ընդհանուր բովանդակությամբ մեղադրանք, որը ես ինձ էլ բռնել նույն բովանդակությամբ կարող է ես էլ քաղաքապետարան դիմաց կանգնած լինեի, ինձ է պատահական մի ոստիկան բռնել, իր մտածելով որ ես էլ եմ ինչ որ գործողություն անում, նստեցնել նույն մեղադրանքն առաջադրել։ Այսինքն որևէ մասնավորություն տվյալ դեպքում չկա, որը հստակ օրենքի խախտում է եւ հստակ անհիմն չպատճառաբանված որոշումներ են կայացնում։ Ոստիկանների դեմ ինչ-որ հակընդդեմ հայտեր ներկայացվել են, որ իրենք էլ բռնի ուժ են կիրառել, անհամաչափ ուժ են կիրառել։ Տեսեք, այս փուլում դեռևս որևէ հստակ գործողություններ շատ չեն հասցրել անել։ Այնտեղ կան ձերբակալվածներ, որոնք ունեն մարմնական վնասվածքներ։ Արդեն քննարկման փուլում է, որին ինչ դեպքում է եղել եւ արդեն այդ բոլոր ուղղություններով իհարկե քննություն ընթանալու է, թե
տվյալ պահին որ քաղաքացին ինչի հետևանքով է վնասվածքներ ստացել։ Այդ ամբողջը քննության փուլում պետք է բացվի։ Ուղղակի մեր նպատակն է այսօր այնպես անել, արգելանքից անել անհիմն մեղադրանքներ, որ առաջադրված է, հետագայում արդեն գործի քննությունը վստահ ցույց կտա, որ շատ անձիկ անհիմն են ձերբակալվել, անհիմն է տվյալ քրեական հետապնդումը իրականացնում նրանց նկատմամբ։ Դատապաշտպանական գործակալությունը ացել են դերևս ոչ։ Քանի ձերբակալված։ Տեսեք, ձերբակալվածներին հոկտեմբերի 20-ին ձերբակալել են, որոշումը կայացրել են ու ներկայացրել են տարբեր քաղաքների ձերբակալվածների վայրեր, ՑՊՎ-ներ, ու այդ ձերբակալվածները մեկ էլ այսօր են բերել եւ ներկայացրել քննչական կոմիտե։ Երկու օր այդ անձիկ գտնվել են ՑՊՎ-ներում եւ որևէ իրենց այդ գործողություն չի կատարվում։ Դա օրինական է թե հակաօրինական է։ Դե տեսեք, իրականացնող մարմինն է որոշում ինչ առաջնահերթությամբ իր գործողությունները կատարել, բայց տվյալ դեպքում տեսնում ենք, որ կոնկրետ գործողություններ կար, որոնք ըստ էության պետք է կատարվեր, չի կատարվել, ենթադրենք մի անձ ասում է, որ ես որևէ մեկի հրել եմ, ոստիկան։ Այդ ոստիկանի հետ առերեսում պետք է պաշտպանական գործ։ Առերեսում պետք է կատարվի, թե չէ, պետք է կատարվի, բայց տվյալ պահին, քանի որ փաստեր չունեն, իրականացնող մարմինը որոշել է մի հատ ընդհանուր բովանդակությամբ մեղադրանք բոլորին առաջադրի, փորձի կալանավորի հետագա փուլերին, այսինքն այս բանը իրենք մեզ փաստեր չեն ներկայացնում, որ մենք է հակափաստարկները ներկայացնենք, ավելին մենք ենք փաստեր ներկայացնում, որ այս անձին նկարագրված գործողությունները չեն կատարել, բայց դա է չի օգնում։ Էլին անթրվելի են մնում եւ բոլորին նույնական մոտեցում են ցուցաբերում։ Քանի ձերբակալված կա ընդհանուրը։ Իմ տեղեկությունով 32 անձ 20 հոկտեմբերի 20-ին է ձերբակալվել, բայց այսօր երբ որ արդեն քննչական կոմիտեի շենքում է, այլ անձանցել են ձերբակալվել։ Դրանից հետո են ձերբակալել, դե քանակը իշխանի կազմի, այսինքն քաղաքապետարանի աշխատակիցներից այլ անձանց նկատեցին, որ շենքերում այդ անձին ձեռնաշղթաներով ոստիկանների հետ ներկա են։ Մենք տեղյակ ենք, որ նաև 12 անձի ձերբակալել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ, որից 8-ը իրենց մեքենաներով կոմունալ բաժնի մեքենաները եւս արգելված։ Տեսեք, այդ մասով չեմ կարող հստակացնել, որովհետև ըստ էության կան, որ վստահ չունեմ կոմունալ բաժնի աշխատակիցներից այս բանին, չեմ կարող ասել, թե ինչ հիմքով են ձերբակալել, բայց շենքում այո, կոմունալ բաժնի աշխատակիցներից նկատել են ձեռնաշղթաներ։ Շնորհակալություն։